Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 25-ի համար։ Այս տեսանյութում լինում է ամսվա ծնվածների համար, եթե հետաքրքրում է նաև տարվա ծնվածները։ Ալիքը բացվել է, բայց հնարավոր է, որ ոչ ամեն օր լինի այնտեղ տեսանյութերը, բայց եթե ձեզ հետաքրքրում է, հավելում եք ուզում, ապա այնտեղ կարող եք նայել ձեր տարվա ծնված նշանների համար։ Ովքեր չգիտեն, հենց այս ալիքում կա հղումը, ինչպես կարող եք ստուգել, ընդհանրապես բացի ստուգելը ես ասում եմ, որ տարիները, որ նշանին են պատկանում, իհարկե կարող եք այդպես էլ նայել։ Իսկ մենք շարունակենք, գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 25-ին։ Հարգելի խոյեր, մոռացել եմ։ Այդ օրը ոմանք գումար կծախսեն, ոմանց նաև ցանկությունները կիրականանա, հնարավոր է նաև այստեղ զանգի հետ դա կարող է կապված լինել, ուզում եք ինչ-որ մեկի հետ խոսել կամ ուզում եք այդ մարդը ձեզ զանգահարի։ Նաև որոշ գործեր կանեք, կավարտեք, ինչ-որ գործեր կան, որոնք որ իրանք անկայուն գործ են կարող են գնալ ձեր ձեռքից, բացի դա էլ կարող է գործ է, որը դժվարություններով է առաջ գնում, այդպես նաև կարող է լինել։ Եվ սեղանի շուրջ եք նստելու այդ օրը։ Հնարավոր է գումարի մասին եք խոսում, ոչ թե ծախսում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 25-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մարդու հետ կամ մարդկանց հետ, հաջողություն ունեք նաև օրվա ընթացքում, ուրախ եք կամ ինչ-որ մեկի հետ կվիճեք կուրախանաք, տրամադրությունը կբարձրանաք կամ ուղղակի ուրախ, այդպես տրամադրությունը բարձր կարող է նաև տուն մաքրեք կամ մաքրեք այնտեղ, որտեղ որ աշխատում եք եւ այլն, նման ոչե բաներ։ Նաև օրվա ընթացքում ինչ-որ հարցեր կարող են լինել, որոնք որ ձեզ տանջեն, կամ ուղղակի ինչ-որ հարց ծանոթ եք անում, անել, չանել, գնալ, չգնալ, հա, այդպիսի կարող են հարցեր լինեն նաև։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչպես կանեք, ինչ կանեք, եւ որևիցե գաղտնիք կարող է բացահայտվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 25-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը հուզված այդպես ինչ-որ կարող տատանվել, ինչ-որ բանի մասին մտածել, ինչ-որ մի բան է ձեզ տանջում առավոտյան, կարող է հանդիպման եք գնում, կարող ինչ-որ մի բան է, որից եւ հուզվում եք եւ տատանվում եք, թե ինչպես կանցնի, ինչ կլինի։ Հանդիպում շփում ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, եւ նվեր կարող եք ստանալ, նվեր կարող եք դուք տալ, ինչ-որ մի բան կարող է լինել, որ ձեզ համար նվեր լինի, նաև ոչ է այստեղ գաղտնի գործողություններ կարող են լինել ոմանց համար, ոմանք գաղտնի սիրային հարաբերություններ ունեն, ոմանք գաղտնի եռանկյուն հարաբերություններ ունեն, այդ օրը կարող եք հանդիպել։ Եվ որից է գաղտնիք կարող է բացահայտվել։ Չի բացառվում, որ բացահայտվում, որ դիմացինը ամուսնացած էր կամ եթե շփվում եք ինչ-որ մեկի հետ, չեք ուզում բացահայտվել, հնարավոր է բացահայտվի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 25-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը որից առիթի կարող են ձեզ հրավիրել կամ դուք կարող եք հրավիրել մարդկանց, երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, հղիություն, ծննդաբերություն, նաև յուրաքանչյուր բան երեխաների հետ կապված, ձեր տանն է առիթը կամ պետք է գնաք, կամ տան հետ կապված ոչ իրադարձություններ են, տունն եք տեղափոխվում, այստեղ կամ տան իրերը, կամ երեխաներն են գալիս, ձեր տուն թոռներն են գալիս, նվեր կարող եք ստանալ, դուք նվեր տաք, նաև դա կարող է լինել քաղցրավենիքի տեսքով, եթե ինչ-որ մարդիկ են գալիս ձեր տուն։ Որը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված և հնարավոր է ինչ-որ մի տհաճ մի իրավիճակ կլինի, որից որ կարող եք հուզվել, նաև ոմանք կարող են արտասվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առուսներին։ Ինչ է սպասվում առուսներին ապրիլի 25-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք կամ դուք կզանգարեք ինչ-որ մարդու։ Նաև հանկարծակի լուր կարող եք լսել, որից հետո կսկսեք տատանվել, ծանոթ հետև անել ձեր լսածը, նաև հետագա քայլերը կարող եք ծանոթ հետև անել։ Եվ այդ օրը չար լեզուներ կարող են լինել, վատ հայացքներ, չար հայացքներ, բամբասանքներ, միգուցե ձեր մասին, միգուցե ձեր շրջապատում մեկ ուրիշի մասին, այդպես կարող եք զգալ դիմացինի այդ վերաբերմունքը նաև ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 25-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ գործ կարող եք ձեր ձեռքից բաց թողնել, կարող եք գնալ, ինքը անկայուն գործ է և կարող է ինչ-որ մի ձևով գնալ, կամ բանի տեղ չդնեք, կամ ժամանակ չունենաք իրանով զբաղվելու, նաև այստեղ տան կամ տան անդամների հետ է կապված, կամ տան հետ է կապված, կամ ոյցե առիթի հետ է կապված, այստեղ կամ տխրում եք, կամ հիասթափվում եք ինչ-որ մարդկանցից, կամ ինչ-որ մի բանից, կարող նեղանում եք, նեղվում եք, որ գնում է ինչ-որ մի բան ձեր ձեռքից, կարող է լավ տուն կար, հետո գնում է, մինչև որոշում եք, որ դիմեք, տեսնեք ինչ արժի և այլն, արդեն վաճառված է լինում, ոյցե տհաճ կան նաև այդ օրը, հանդիպում շփում ընկերոջ հետ, կարող եք խոսել գումարի մասին, նաև կարող եք գումար ծախսել, ոմանք նվեր կգնեն, ոմանք նվեր կստանան, ոմանք էլ ինչ-որ մի բան կարող է լինել, որ ձեզ համար դա նվեր լինի, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, նաև նամակ կարող եք ստանալ, ծրար, նամակ, որցե փաստաթուղթ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք կշարքներին, ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 25-ին, հարգելի կշարքներ, այստեղ ոյցե սուտ կա, հնարավոր է սուտ բաներ եմ բամբասում ձեր մասին, հնարավոր է այդ ստի հետ է կապված ինչ-որ խոսակցություններ, համենայն դեպս ինչ էլ որ լսեք այդ օրը, կարող ուրիշի մասին եք լսում, ձեզ մոտ բամբասում են, միևնույնն է դա սուտ է, ճիշտ չէ այն ինչ-որ կարող են խոսել, նաև այդ օրը կարող եք գումար ծախսել, նաև գումարի մասին խոսել ոյցե մարդկանց հետ և հաջողություն ունեք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք կարիճներին, ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 25-ին,
Հարգելի կարիճներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված ոչ հարցեր ունեք, հնարավոր է ուսումնական կենտրոն է, հնարավոր է բժշկական կենտրոն է, նաև յուրաքանչյուր պետական հիմնարկություն է, բանկ։ Ոչ է նամակ, նաև կարող եք ստանալ, ոչ է փաստաթուղթ այդ օրը, գուցե պետական հիմնարկությունից եք ստանում, ոչ է մեկ այդ նամակագրական կապի մեջ կարող եք լինել, տեղեկություն կարող եք լսել, ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի բան ձեզանից կգնա, կհեռվանա, կարող է պետական հիմնարկության հետ է կապված, կարող ինչ-որ գործեր են այլևս, գնում են և չեն վերադառնա, կամ ժամանակավոր գնում են։ Նաև այդ օրը ինչ-որ մարդկանց կսպասեք, ինչ-որ բանի կսպասեք օրվա ընթացքում, ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել այդ օրը և երջանիկ եք։ Երջանկացնի այդ գաղտնիքը ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 25-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոչ է նորություն կարող եք լսել, ոչ է տեղեկատվություն, նամակ ստանաք, փաթեթ ստանաք, փաստաթուղթ ևս, նաև կարող եք հուզվել, կարող եք արտասվել ստանալուց, գուցե նամակի հետ է կապված, կարող է ձեզ շատ կարևոր մարդ է գրում, կամ շատ կարևոր փաստաթուղթ եք ստանում։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև հյուր ունեք, կամ դուք կգնաք մեկի տուն հյուր, հեռախոսազանգ այդ օրը էլի նորից, կամ դուք կզանգարեք, կամ ձեզ կզանգարեն, և իհարկե այստեղ ինչ-որ մի գործ է, որը կարող է գնալ ձեր ձեռքից, հույս ունեք, որ կպահպանեք այն։ Կամ մի քիչ դժվար ընթացող գործ է, էլի հույս ունեք, որ այդ ամեն ինչը կկարողանաք անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 25-ին։
Հարգելի այդ եղջյուրներ, մոմս ինչի հանգար ձեր վրա։ Ինչ-որ հույսով եք արթնանում, նորմալ է։ Ինչ-որ հույսով եք արթնանում։ Հնարավոր է հույսներ դրեք ինչ-որ մի բանի վրա, այդպես արթնանում եք եւ այդ հույսով գումար կարող ծախսել, գումար կարող ստանալ կամ գումարի մասին կարող խոսել եւ հետո այդ գումարը ստանալ։ Ձեզ սիրված կզգաք, լավ կզգաք, որ գումար եք ստացել համենայն դեպս, իսկ ոմանք կարող է սիրո խոստովանություն ստանան, սիրո խոստովանություն անեն, սիրահարվեք ինչ-որ մարդու կամ մարդկանց։ Նաեւ ձեր սիրելիների հետ կարող եք լինել, ձեր սիրելի մարդկանց հետ եւ ձեզ լավ զգաք։ 4 կողմից սեր ստանաք եւ ձեզ լավ զգաք։ Եվ այդ օր ճանապարհ եք գնալու։ Կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, հա, կարող ձեր ինչ-որ հարազատ մարդիկ են գալիս եւ գումար եք հետո ծախսում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 25-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օր առավոտյան ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել կամ ինչ-որ բանից կարող եք հիասթափվել, նաև ինչ-որ բանից կարող եք տխրել, ձեզ դուր չգա։ Հանդիպում, շփում ձեր ընկերոջ հետ, նաև ոմանք սիրային հարաբերություններ ունեն, սիրային եռանկյուն հարաբերություններ, ոչ թե թաքուն գործողություններ կարող է լինել, հնարավոր է ընկերոջ հետ եք որոշել, ինչ-որ մի թաքուն գործողություններ անել։ Եվ այդ օրը ինչ-որ մի հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բան ձեր օգտին կավարտվի դեպի լավը։ Այսքանը ձեզ համար, այնպես որ տխրությունը անիմաստ էր։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 25-ին։
հարգելի ձկներ։ Այդ օրը ոմանք ունեն սիրային թաքուն հարաբերություններ, սիրային եռանկյուն հարաբերություններ, նաև կարող են ինտիմ հարաբերություններ այստեղ ունենաք։ Ոմանք շուտ կարթնանան, ոմանք ուշ կարթնանան քնից, նաև ոչ կարող գաղտնի գործողություններ եք անում։ Ունեք գիշերը, այդ կարող նաև դա է տալիս։ Որոշ տհաճ պահեր կան օրվա ընթացքում, ինչ-որ գործեր են դժվարությամբ են առաջ գնում, նաև ինչ-որ գործեր կարող են գնալ ձեր ձեռքից, և որոշ հարցերում էլ հաղթանակած դուրս կգաք, նաև հանդիպում ունեք այդ օրը։ Օրը երկակի է, ինչ-որ մի բան այնպես չի, ինչ-որ մի բան էլ ստացվում է ձեր օգտին։ Այսքան էլ ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։